Ժորժան, էսա միակ բանաձևը, որի վրա հնարավոր է ստեղծել եւ հնարավոր է ստեղծել խաղաղություն։ Տեսեք, այսօր շատ բան են ասում։ Ասում են, որ ես 2022 թվականին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եմ։ Ճիշտ են ասում։ Ճիշտ են ասում, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար։ Իսկ նրա համար, որ ի վերջո այդ գիտակցումը հասունացել է, որ ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը ուրվագծվում է իր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Այսինքն, ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ այդ հենքի վրա է հնարավոր միակ խաղաղությունը, որը մենք կարող ենք ունենալ։ Եթե մենք այս ուղեգծից շեղվենք, մենք ետ ենք գլորվելու կոնֆլիկտի հորձանուտը եւ պատերազմները չեն ուշանալու, պատերազմները չեն սպասելու։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեկ ասում է ծովից ծով Հայաստան։ Ինչ ծովից ծով Հայաստան, Ժորժ ջան, ինչով ծովից ծով Հայաստան, ով է զոհվելու ծովից ծով Հայաստանի համար։ Այդ մարդը, որի նկարն էլ այնտեղ կախած է, ասում եմ իր ընտանիքի մի անդամ Հայաստանի սահմանի անվտանգության համար մի կրակոց նույնիսկ չի արձակել։ Եթե նրանք կրակել են Աբովյանում, Մարինջում, Կոտայքի մարզում, սեփական երկրի քաղաքացիների դեմ։ Այսօր եկել են ծովից ծով Հայաստան են խաղացնում։ Գիտեք ինչ եք ծովից ծով Հայաստան խաղացնում։ Ձեզ մխում են, որ դուք պայքարեք ծովից ծով Հայաստանի համար։ Կներեք, դուք Դուբայում տուն ունեք։ Ձեզ եմ հարցնում, հարցից ունեք Դուբայում տուն, իսկ Եվրոպայում տուն ունեք, Ամերիկայում տուն ունեք, ոչ մի տեղ չունեք, իրանք ունեն բոլոր տեղերում եւ դրա համար ուզում են Հայաստանը մարտադաշտ դարձնեն, որ իրանք գնան իրանք տները վայելելու, որովհետեւ եթե եւ երբ այս ընտրություններում ժողովուրդը հաղթի, իրանք բոլորը պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանից հեռանալու, Հայաստանից փախնելու հնարավորության մասին երազելու են, բայց մենք իրար հետ այդ հնարավորությունը իրանց չենք տալու այդ հնարավորությունը։ Սրա մասին այս ընտրությունները եւ մենք այսօր պետք է տեր կանգնենք ամենակարևորին։ Այդ ամենակարևորը ես համարում եմ Հայաստանում հաստատված խաղաղությունը, որի առիթով ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Հայաստանում հաստատված է խաղաղություն։